Բարև ձեզ, բարով եք եկել Glendale Newsroom։ Այս կարճ ֆորմատով ձեզ կներկայացնենք Ամերիկայում կատարվող կարճ ու կարևոր նորությունները։ Մինչև սկսելը բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմելով զանգակի կոճակը։ 60 պետական պաշտոնյայի հաղորդագրություններ հայտնվել են հաքերների ձեռքում։ Amazon-ը հետ է կանչում մանկական ճոճրաթոռները, թեք դիրքը կարող է երեխայի համար ճակատագրական լինել։ Իսրայելը կարող է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին շրջանցելով ԱՄՆ-ի բանակցությունները։ Google-ը ստեղծել է թարգմանիչ, որը խոսում է ձեր ձայնով, ինչպես է այս համակարգը կարողանում վերարտադրել նույնիսկ ձեր ինտոնացիան։ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ չսպասելով ԱՄՆ-ին։ Թրամփը ընթրիք է կազմակերպել կրիպտոմիլիոնատերերի համար, ինչ արժե մասնակցությունը եւ ովքեր են հյուրերը։ Այս եւ մյուս կարևոր նորությունների մասին ել ավելի մանրամասն կիմանաք դիտելով թողարկումը մինչեւ վերջ։ Առաջին թեման, որի շուրջ այսօր մենք կխոսենք, ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի նախագահների լարված հանդիպումներ։ Նախ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել Սպիտակ տան Օվալաձև սրահում։ Սպիտակ ֆերմերների ճակատագիրը դարձավ ԱՄՆ-ի եւ Հարավային Աֆրիկայի նախագահների լարված հանդիպման գլխավոր թեման։ Թրամփը մեղադրել է, իսկ Հարավային Աֆրիկայի նախագահը փորձել է բացատրել իր կառավարության քայլերը եւ հերքել մեղադրանքները։ Հանդիպման ժամանակ Թրամփը ներկայացրել է տեսանյութեր, որոնք իր խոսքով վկայում են Հարավային Աֆրիկայում Սպիտակ ֆերմերների նկատմամբ խտրականության մասին։ Թրամփի վարչակազմը արդեն դադարեցրել էր ֆինանսական աջակցությունը Հարավային Աֆրիկային, բողոքելով նոր օրենքի դեմ, որը թույլ է տալիս հողերի բռնագանձում առանց փոխհատուցման։ Այս հայտարարությունները սրել են հարաբերությունները երկու երկրների միջև եւ դարձել միջազգային վեճի առարկա։ Թրամփը նույնիսկ ողջունել է Հարավային Աֆրիկայից ժամանած սպիտակ փախստականներին, չնայած իր հակամիգրացիոն քաղաքականությանը։ Հաքերները կոտրել են ավելի քան 60 ամերիկացի պետական պաշտոնյայի Signal Messenger-ի հաղորդագրություններ։ Արտահոսած տվյալները կապված են եղել Tele-Messenger ծրագրի հետ, որն օգտագործվում է պաշտպանական շփումների համար։ Թեև խիստ գաղտնի տեղեկություններ չեն բացահայտվել, միջադեպը լուրջ մտահոգություն է առաջացրել ԱՄՆ-ում, ընդգծելով պետական համակարգի կիբերանվտանգության խոցելիությունը։ Դեպքից հետո ԱՄՆ կիբերանվտանգության դաշնային գործակալությունը հորդորել է պետական ծառայողներին ժամանակավորապես չօգտագործել հավելված մինչև չներկայացվեն անվտանգության նոր կարգավորումներ։ Amazon-ը հետ է կանչել երեխաների համար նախատեսված ճոճաթոռները եւ արգելել դրանց վաճառքը։ Պարզվել է, որ դրանք կարող են երեխաների խեղդվելու պատճառ դառնալ, քանի որ ունեն թեք դիրք, որը չի համապատասխանում անվտանգ քնի պահանջներին։ ԱՄՆ սպառողական ապրանքների անվտանգության հանձնաժողովը հորդորում է ծնողներին անհապաղ դադարեցնել ճոճաթոռների օգտագործումը։ Աթոռները չունեն անհրաժեշտ նախազգուշացումներ եւ օգտագործում են մարտկոցներ, որոնք կարող են վտանգավոր լինել փոքր երեխաների համար, ավելացնելով լուրջ վնասվածքներ կամ մահվան ռիսկ։ Մեկնաբանություններում գրեք, դուք երբևէ օգտագործել կամ հիմա օգտագործում եք նման ճոճաթոռներ ձեր երեխաների համար, ինչ կարծիք ունեք դրանց անվտանգության մասին։ Անցնենք միջազգային լրահոսին, Իսրայելը կարող է հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտերին, նույնիսկ երբ Թրամփի վարչակազմը փորձում է բանակցել։ CNN-ի տեղեկություններով ԱՄՆ հետախուզական ծառայությունները հետևել են իսրայելական ռազմական շարժերին եւ գաղտնալսել պաշտոնյաների հաղորդագրությունները, ինչի արդյունքում Վաշինգտոնում համոզված են, որ հարձակումը մոտ է։ Հաջորդ քայլը մեծապես կախված է նրանից, թե ինչպես Իսրայելը կգնահատի ԱՄՆ-Իրան միջուկային բանակցությունների ընթացքը ու հնարավոր արդյունքները։ Google-ը ներկայացրել է նոր թարգմանության ֆունկցիա Google Meet հարթակի համար։ Նորամուծությունը առանձնանում է նրանով, որ թարգմանում է իրական ժամանակում, պահպանելով խոսողի ձայնի ինտոնացիան, արտահայտչականությունն ու հուզական երանգը։ Սա ստեղծում է զգացողություն, թե զրուցակիցը հենց քո լեզվով է խոսում եւ հենց իր ձայնով։ Ֆունկցիայի փորձարկման ընթացքում մեկ մարդ խոսել է անգլերեն, մյուսը իսպաներեն եւ երկուսն էլ լսել են զրուցակցի խոսքը իրենց մայրենի լեզվով, բնական ու հոսուն հնչողությամբ։ Ներկայումս թարգմանությունն աշխատում է միայն անգլերենից իսպաներեն եւ հակառակ ուղղությամբ, բայց Google-ը խոստանում է շուտով ավելացնել լեզուները։
Այժմ այն մասին, թե ինչ է տեղի ունեցել Շակիրայի համերգի ժամանակ։ Նյու Ջերսիում կայացած համերգը հայտնվել է սկանդալի կենտրոնում կարմրուկի բռնկման պատճառով։ Հաստատվել է, որ հանդիսատեսներից մեկը վարակված է եղել այս խիստ վարակիչ հիվանդությամբ, ինչը այժմ լուրջ մտահոգություն է առաջացրել առողջապահական կառույցների շրջանում։ Բժիշկները կոչ են անում բոլոր նրանց, ովքեր ներկա են եղել համերգին, ուշադիր հետևել իրենց առողջությանը մինչև հունիսի 6-ը։ Քանի որ կարմրուկի ինկուբացիոն շրջանը կարող է երկար լինել, հիվանդության ախտանիշները կարող են ի հայտ գալ ուշացումով։ Տեղական իշխանությունները դիտարկում են իրավիճակը եւ խորհուրդ են տալիս հնարավոր վիրուսակիրներին անհապաղ դիմել բժշկի առաջին ախտանիշների դեպքում։ Նյու Յորքում մեկնարկել է արդեն ավանդական դարձած նավատորմի շաբաթը, որը անցկացվում է 37-րդ անգամ։ Չնայած անձրևին հարյուրավոր մարդիկ հավաքվել են նավահանգիստներում, ողջունելով հուդզոնով ժամանող ռազմածովային նավերին։ Մինչև մայիսի 27-ը այցելուները կարող են շրջել նավերի ներսում, ծանոթանալ նավատորմի առօրյային եւ ռազմական տեխնիկային։ Շքերթին հատուկ նավ կա, որի ուղեմասը պատրաստված է ահաբեկչության ժամանակ փլուզված առևտրի կենտրոնի պողպատից։ Այն դարձել է ոչ միայն տեխնոլոգիական, այլև խորհրդանշական ուժի խորհրդանիշ։ Փենսիլվանիայում բժշկական ուղղաթիռը հարկադրված արտակարգ վայրէջք է կատարել բնակելի տան բակում։ Թռիչքի ընթացքում օդաչուն կորցրել է վերահսկողությունը, բայց բարեբախտաբար կարողացել է ապահով վայրէջք կատարել, խուսափելով տների, ավտոմեքենաների ու մարդկանց վնասելուց։ Ուղղաթիռում եղել են անձնակազմի 3 անդամներ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց բժշկական զննման համար։ Ոստիկանության պետը դեպքը հրաշք է անվանել, ընդգծելով օդաչուի պրոֆեսիոնալիզմը։ Տեղական իշխանությունները հորդորում են բնակիչներին չդիպչել բեկորներին։ Թրամփը ընթրիք է կազմակերպել 220 կրիպտո միլիարդատերերի համար, որոնք խոշոր ներդրումներ են արել նրա անձնական կրիպտոարժույթում։ Այս անձինք մասնակցում են հատուկ մրցույթի եւ ամենաշատ գումար ծախսած 220 ներդրողները միասին տրամադրել են շուրջ 394 միլիոն դոլար, ստանալով հրավեր Թրամփի կազմակերպած մասնավոր ընթրիքի։ Թեպետ հյուրերի մեծ մասը մնում է անանուն, հրապարակված տվյալներում երևում է, որ նրանցից 67-ը ներդրել է ավելի քան 1 միլիոն դոլար, իսկ 7-ը ավելի քան 10 միլիոն դոլար։ Չնայած միջոցառումը ներկայացվում է ոչ քաղաքական, մրցույթի կայքում նշվում է, որ մետաղադրամի 80%-ը պատկանում է Թրամփի հետ կապված երկու ընկերություններին։ Եվրոպական միությունն ու Բրիտանիան ներկայացրել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ առանց սպասելու Վաշինգտոնի արձագանքին։ Այս քայլը հաջորդել է Թրամփի եւ Պուտինի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը չեն հասել որևէ արդյունքի ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցում։ Նոր պատժամիջոցները միտված են ռուսական նավթի արտահանման սահմանափակմանը, արգելափակելով 200 նավի գործունեություն։ Թրամփը ավելի վաղ հայտարարել էր, որ պատերազմը երկու երկրների գործն է եւ քննադատել պատժամիջոցների քաղաքականությունը, նշելով, որ այն վնասում է բիզնեսի շահերին։ Ի պատասխան Զելենսկին շնորհակալություն է հայտնել եվրոպական դաշնակիցներին ու կոչ արել ԱՄՆ-ին ներգրավված մնալ խաղաղության գործընթացում։ Նրա խոսքով միայն Վաշինգտոնի ուղղակի ճնշումը կարող է կանգնեցնել պատերազմը եւ փրկել հազարավոր կյանքեր։ Նոր կառավարության վարած քաղաքականության պատճառով ԱՄՆ վիզաների ստացումը բավականին դժվար է, բայց մեր գործընկերները բազմիցս ապացուցել են, որ լավ պատրաստված լինելու դեպքում այն հնարավոր է։ Smart Assist-ի մասնագետները արդեն օգնել են հարյուրավոր ուսանողների, գործարարների եւ Հայաստանի քաղաքացիների ընտրելու վիզայի ճիշտ տեսակ, ստանալու հրավերներ ԱՄՆ-ից, կատարել անհրաժեշտ ամրագրումներ եւ նախապատրաստվել դեսպանատան հարցազրույցների։ Թիմը քայլ առ քայլ ուղղորդում է դիմորդներին, ապահովելով անհատական մոտեցում։ Նշեմ, որ առաջին խորհրդատվությունն անվճար է։ Պարզապես պետք է անցնել թողարկման տակ տեղադրված հղումով, որը կգտնեք մեկնաբանությունների դաշտում, լրացնել հարցաթերթիկը եւ մեր գործընկերները կապ կհաստատեն ձեզ հետ։ ԱՄՆ-ում դպրոցները սկսել են արգելել բջջայինները, որպեսզի երեխաները դասապրոցեսի ընթացքում կարողանան կենտրոնանալ եւ լավ սովորել։ Օրենսդրական ալիքը սկսվել է Ֆլորիդայից ու արդեն հասել ավելի քան 24 նահանգ։ Ավագ դպրոցի ուսուցիչների 72%-ը բջջայինները համարում են լուրջ խանգարող գործոն։ Նախաձեռնությանը միացել են նաեւ ԱՄՆ գլխավոր վիրաբույժը, հատուկ ընդգծելով սոցիալական ցանցերի բացասական ազդեցությունը դեռահասների մտավոր առողջության վրա։ Տարբեր նահանգներում շարունակվում են քննարկվել նոր օրենքը, որոնք պետք է սահմանափակեն հեռախոսների դերը դպրոցականների առօրյայում։ Մեկնաբանություններում գրեք ձեր երեխաները դպրոց տանում են հեռախոսներ, թե ոչ։ Կենգուրուն փախել է տնից արդեն երկրորդ անգամ։ Մի ամբողջ ոստիկանական խումբ փորձել է բռնել կենդանուն, վազելով նրա հետևից քաղաքի փողոցներով։ Նախորդ անգամ անցած աշնանը ոստիկանները կարողացել են գայթակղել կենգուրուին, օգտագործելով մայր կենգուրուի պայուսակ հիշեցնող պարկը։
Այս անգամ, սակայն, կենդանին ավելի վճռական էր, անընդհատ վազում էր, իսկ ոստիկանները ստիպված էին դանդաղեցնել երթևեկությունը, որպեսզի ապահովեն եւ իրենց, եւ կենդանու անվտանգությունը։ Ահա այսքանը ամերիկյան անցուդարձից։ Եթե ցանկանում եք առաջինը դիտել մեր թողարկումները, ապա բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին սեղմելով զանգակի կոճակը, ինչպես նաև կոմենտներում գրեք, որտեղից եք հետևում մեզ։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը։ Շնորհակալություն։